Գարնանային զվարթ տրամադրությամբ ձեզ ողջունում է ներկապնակի ստեղծագործական խումբը։ Շնորհավոր գարնանամուտ, գարուն, որ խորհրդանշում է նոր կյանքի, նոր զարթոնքի սկիզբ, վերածնունդը բնության։ Ամեն մի գարուն թվում է նորարարություն է։ Ճիշտ է, նույն կերպ են ծաղկում ծառերը, բացվում ծաղիկները, աշխուժանում այգիներն ու փողոցները, բայց թվում է առաջին անգամ ես տեսնում այդ ամենը, այդ գեղեցկությունն ու հարստությունը, եւ ամեն գարնանամուտին համոզվում ես, որ ոչինչ չի մահանում, որ ամեն ինչ հավերժական է, որ ամեն ինչ քնում, արթնանում է, հեռանում ու վերադառնում է, որ գարունն իսկապես հրաշք է։ 20-րդ դարի հայ պոեզիայի ամենավառ ներկայացուցիչներից Հովհաննես Շիրազի քննարկության մեջ գերիշխում են գարնանային պատկերները, բնության հավերժ նորոգ ու կենդանի գույները, կենսուրախ ու պայծառ տրամադրությունը։ Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս ու վարդերը այտերիս ու գարունը կրծքիս տակ ու երկինքը հոգուս մեջ ու արևը աչքերիս ու աղբյուրները լեզվիս սարից իջա ես քաղաք ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին մանուշակներ ու վարդեր ու շուշաներ ձյունաթույր ու մարդիկ ինձ տեսնելով իրենց հոգնած աչքերին տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր, ինչ թարմություն ասացին, ինչ թարմություն, ու բացին լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով։ Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել, քաղաք իջել լեռներից կանցներ զմրուխ թեքյաթով, երկրե երկիր շաղ տալով կակաճներն իր ձեռքերի, մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։ Շիրազի բանաստեղծություններից յուրաքանչյուրը ստեղծում է իրեն հատուկ տրամադրություն, հոգեկան վիճակ։ Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն Գարնանամուտ վերնագրով հրատարակվել է 1935 թվականին։ Գարնանամուտը երիտասարդ հոգու պոռթկում է, գարնան կենսաբեր ու զվարթ տրամադրության մի երգ։ Ըստ նովելագիր Ատրպետի, ով տաղանդավոր պոետին տվել է Շիրազ գրական անունը, երիտասարդ Օնիկ Կարապետյանի բանաստեղծությունները Իրանի վարդաշատ քաղաքի Շիրազի թարմ և ցողով ծածկված վարդերի բուրմունք ունեն։ Հովհաննես Շիրազը գրականություն մտավ ոչ թե իբրև հերթական անուն, այլ որպես թարմ հոսանքի ավետաբեր։ Դա հարավի քամիների բերած գառնատակ շունչն էր, որ գալիս էր արթնացող հողի ու ծաղկած ծաղիկների բույրերով և զարթոնքի կենարար ուժ պարգևում մարդկանց ու բնությանը։ Աչքերից մեր գարնան օրեր, կանտեր չեբի արդերն անհեր, ինձ ելնելու քայր կանտեր, ինձ ելնելու սայր կանտեր, քայր, քայր, քայր կանտեր։ Աչքերիս մեջ գարնան օրեր, ճամփես բախտիս սարերն ի վեր, ելնում եմ ես քարերն ի վեր, ելնում եմ ես սարերն ի վեր, ելնում եմ ես սարերն ի վեր, քարեր սարեր դարերն ի վեր, բախտս աստղերն են վեր պահել, ջահել եմ ես ուզիս ջահել, չեմ նկատում քարեր ճամփիս, չեմ նկատում սարեր ճամփիս, չեմ նկատում սարեր ճամփիս, քարեր սարեր դարեր ճամփիս։
Ասում են գարնանը բնության զարթոնքի հետ միասին մարդիկ մի տեսակ փոխվում են, դառնում էլ ավելի բարի ու գեղեցիկ, կենսախինդ ու խանդավառ։ Գարուն իր երանգներով, երբ նրանք ծաղիկների բույրով նոր շունչ է հաղորդում ամենքին ու ամեն ինչին, ոգեշնչում մարդկանց, հատկապես արվեստագետներին։ Այսօրվա իմ զրուցակիցը երիտասարդ բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանն է։ Չնայած Սոնան տարվա եղանակներից սիրում է ձմեռը, բայց անտարբեր չէ նաև գարնան հանդեպ։ Սոնա, ըստ ձեզ, տարվա եղանակները փոխում են մարդուն։ Իհարկե, ինձ թվում է ամեն մի եղանակ, ամեն մի բնական երևույթ իր հետ նաև բերում է նոր ներաշխար մարդու համար, մանավանդ ստեղծագործողների։ Սիրում եմ ձմեռը, որովհետև այն ստիպում է մտածել ամեն ինչի մասին, եւ պատասպարվելու, եւ բացերը լրացնելու, իսկ ահա գարունը հրաշք է, քանի որ ամեն անգամ նորովի է ներկայանում, նորածնի տեսքով, եւ չենք սպասում, թե ինչպիսի դեռահաս է դառնալու նա։ Սոնա, դուք արդեն երկու բանաստեղծությունների ժողովածուների հեղինակ եք, իդեմս արևի եւ երկու բառուն եմ ասելու, որոնք թարգմանված են նաեւ ռուսերեն լեզվով, ու արժանացել եք մի շարք մրցանակների, շնորհավորում եմ ձեզ։ Ես ուղղակի հիանում եմ Արցախի տաղանդաշատ երիտասարդ սերնդով։ Երբ տպագրվեց քո առաջին գիրքը, մտածեցիր, որ այն փոքրիկ մի մոլորակ է քեզ համար եւ կարող ես ավելացնել շատ այլ մոլորակներ ու ստեղծել քո տիեզերքը։ Աշխատում եք երրորդ գրքի վրա։ Շնորհակալություն շնորհավորանքի համար։ Այո, ժամանակին այդպես եմ արտահայտվել, որովհետև շատ համարձակ մարդ էի։ Հիմա էլ եմ համարձակ, բայց շատը արդեն չէի վերագրի ինձ, որովհետև սկսելով հետաքրքրվել ու նաև ինքնաճանաչողության ձգտել, մարդկանց ճանաչել, շրջապատդ, միջավայրը, ի վերջո աշխարհը ճանաչելու այս դաժան քայլերի մեջ սկսում ես արդեն, ես ինքս սկսում եմ արդեն վախենալ իմ երազանքներից, որովհետև դրանց թռիչքները շատ մեծ անկյան տակ էին եւ հիմա վախենում եմ այդ երազանքներից, այնպես չէ, որ չեմ երազում, իհարկե դեռ երազում եմ իմ տիեզերքը ստեղծելու մասին, սակայն խուսափում եմ արդեն երազել ոչ իրական երազանքներ։ Երրորդ գրքի վրա աշխատում եմ այնպես, ինչպես աշխատեցի առաջին եւ երկրորդ գրքի վրա, այսինքն գրեթե չաշխատեցի, որովհետեւ պարզապես հիմա ստեղծագործում եմ, այնուհետեւ կմտածեմ այն գրքի մեջ ներգրավելու, մի գիրք ստեղծելու մասին, թե ոչ, դեռ չգիտեմ։ Իհարկե, եթե արել եմ 1-2 քայլը, արդեն երրորդն էլ կանեմ, բնականաբար, բայց կուզենայի, որ նոր զարգացում, նոր ներաշխար մատուցեմ ընթերցողին։ Ինչ թեմաներ են հուզում քեզ, այսօր ինչ թեմաների շուրջ եք ստեղծագործում եւ որ ժանրում։ Ինձ համար բանաստեղծությունը թեմատիկա չունի, բանաստեղծությունը այնքանով է իմը, որ ես եմ նրան ստեղծել։ Այնուհետև, երբ որ բանաստեղծությունը ես բառավորում եմ, իմ մեջից հանում եմ, այն մատուցելով ընթերցողին, նա դառնում է ընթերցողինը։ Ընթերցողը ինքն է որոշում, ինչ թեմա եւ ինչպիսին է արդյոք այդ բանաստեղծությունը։ Գիտեք, հենց հիմա պարզեցի, որ ինձ ամենից շատ երևի թե աշխարհի բոլոր թեմաներից, սկսած մարդկային հարաբերություններից եւ մարդկային գործողությունների, այսպես ասած, բնութագրումներից ավելի վերադասելի, ավելի վեհ է ինձ համար հայը, հայկականը։ Այսօր ինձ հետաքրքրում է, թե ինչպիսին էր հայը երեկ, ինչպիսին է նա այսօր, ինչպիսին է նա հայրենիքում եւ առհասարակ հայրենիքից դուրս, ինչպես տեսնում եք այսօր Սիրիայում պատերազմ է, ինձ հետաքրքրում է, թե ինչպիսին է հայը այնտեղ ապրելով եւ զգալով այդ ամենը, ինչպիսի իրավիճակում է նա գտնվում։ Այսինքն աշխարհում ինձ հուզում է հայը, հայկականը, երևի հենց դրանք էլ ներշնչում եւ ինձ ստիպում է ստեղծագործել։ Իսկ երբ գրածդ քեզ դուր չի գալիս, ինչպես ես վարվում, պատռում ես դեն հետում, թե մտածում ես, որ հետո կխմբագրես։ Երբ այսօր չեմ հավանում իմ գրածին, վաղը ընդհանրապես չեմ հավանելու։ Սակայն երբ հավանում եմ, գուցե եւ վաղը դա պատռելու առիթ դառնա։ Այսինքն ես պատռում եմ առանց որևէ ափսոսանքի, ընդհակառակը հաճույքով եմ պատռում, նույնիսկ կասեի մոլախոտերը արմատախիլ անելու պես եմ պատռում,
Սակայն դա չի վերաբերվում իմ վաղ շրջանի ստեղծագործությանը, օրինակ մանկապատանեկան այսպես ստեղծագործությունների ձեռագրերը մինչև հիմա պահպանում եմ։ Իսկ վերջին շրջանում ստեղծագործություններս ցավոք սրտի, երևի ցավոք սրտի չեմ պահպանում ձեռագրերը, արդեն իսկ համակարգչի մեջ մտցնելուց հետո ես այն պատռում եմ, որպեսզի ավելորդ խմբագրությունների, ավելորդ կրկնությունների տեղիք չտամ ինքս ինձ։ Ասում են ամեն մի կարդացած գրքից հետո այլևս նույն մարդը չեք։ Ինչ եք կարդում այսօր։ Ինձ համար ընթերցանությունը գաղափարաստեղծ զբաղմունք է եւ ես միշտ կարդում եմ։ Չնայած ես մի այսպիսի խնդիր ունեմ, քանի որ հոգուս հոգևոր ծարավը եւ մասնագիտական բացթողումները լրացնելու համար ես ստիպված եմ երկու ճանապարհով գնալ՝ նախ գեղարվեստական եւ իրավաբանական, եւ հնարավոր չէ երկու ճանապարհներում էլ հասցնել։ Հետևաբար փոփոխաբար ամեն մի ճանապարհում երբեմն կաղում եմ, որպեսզի մյուսում հարցնեմ եւ ահա թե ինչ կասեմ իմ կարդալու մասին։ Վերջերս գեղարվեստական գրքերից կարդացի Էմիլի Բրոնտե Մոլեգին հողմերի դարավանդը ու նաեւ ֆիլմը դիտեցի, շատ լավն էր։ Կարդում եմ նաև Ագաթա Քրիստի «Սպանությունը գոլֆի դաշտում», «Սպանությունը այբենական կարգով» ու նաև ուրիշ ստեղծագործություններ եմ պատրաստվում կարդալ, որովհետև այն Ագաթա Քրիստին, այսպես ասած, ինձ օգնում է, երկուսը մեկում է մատուցում եւ իրավագիտական առումով եւ գեղարվեստական առումով, իսկ արդեն մասնագիտական հարցում առօրյա դասախոսություններից բացի նաև հետաքրքրվում եմ իրավագիտական հոգեբանությամբ։ Այն մեծ դռներ է բացում իմ առաջ, օգնում է մարդկանց ճանաչել, օգնում է մարդկանց պահելաձևից, խոսելաձևից ենթադրել նաև նրանց արարքների հաջորդականությունը։ Իսկ մեր արցախահայ բանաստեղծներից գրողներից ում կառանձնացնեիք եւ ինչու։ Այսօր ինչ են գրում։ Արցախահայ գրականությունը արդի ժամանակներում այսօր ակտիվ ժամանակաշրջան է ապրում։ Իհարկե շնորհիվ Արցախի գրողների միության եւ հատկապես Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի ջանքերի շնորհիվ այսօր Արցախը հնարավորություն ունի թարգմանության միջոցով ներկայանալ աշխարհին եւ թարգմանության միջոցով աշխարհը ներկայացնել նաեւ Արցախին։ Իհարկե գրքերի շնորհանդեսներ, գրքերի քննարկումներ, հեղինակների հանդիպումներ ընթերցողի հետ մեծ արդյունքներ քաղելու, այսպես ասած, միջոց են դառնում եւ մենք տեսնում ենք, որ իրոք այսօր գրողը ընթերցողներ ունի, քննարկողներ ունի ու նաեւ շատ հետաքրքիր է, շատ կարևոր է, որ այսօրվա գրողը կարդում է նաև իր ժամանակակից սերնդի գրողին։ Եվ դա կարևոր զբաղմունք է ըստ իս, պետք է կարդանք միմյանց, որովհետև հնարավոր չէ, որ դու քայլում ես մի ճանապարհով եւ ուշադրություն չդարձնես, թե ով է քայլում քեզ հետ եւ նա ինչպես է քայլում, դա օգնում է, որպեսզի դու քո քայլերում ճիշտ ուղղություն գտնես։ Իսկ ինչ վերաբերում է ինչ են գրում այսօր, իմ կարծիքով գրողը միշտ էլ երեք, թե այսօր, թե վաղը միշտ էլ գրում եւ գրելու է մարդու մասին։ Իսկ մարդու որ տեսակն է գնահատում։ Ես գնահատում եմ մարդու բաց տեսակը, անմիջական, անկեղծ, անկաշկանդ եւ ինչու՞ չէ նաեւ անհնազանդ տեսակը։ Քանի որ մարդը ինքնին ու նաև մարդը նմանեցնում է միշտ մոլորակների հետ, իր առանցքի շուրջն է պտտվում միշտ իր արածին նայելով, որպեսզի կարողանա շարունակի իր գործը, այսինքն մարդը միշտ որպես ճամփորդ է ներկայանում այս կյանքում, նա ձգտում է ինքնաճանաչման, շրջապատի ճանաչման, միջավայրի ճանաչմանը, սակայն այս ամենով հանդերձ նա պետք է ունենա այնպիսի մի յուրահատկություն, որ կարողանա միանալ մարդկանց խմբին, ստեղծելով հասարակություն, որը շատ կարևոր է այս կյանքում։ Եթե հասարակության անդամ չես դառնում, դժվար է գոյատևել կյանքում։ Եվ ես կուզենայի, որ հասարակության ամեն մի այդ անդամ, որ շրջում է իր առանցքի շուրջը, պտտվելով նաև հասարակության շուրջը, առաջ բերի միայն բարին, խաղաղությունը, անկեղծությունը, որպեսզի աշխարհը ավելի զարգանալու միտումներ ունենանք եւ ոչ թե հակառակը։ Ասում են առհասարակ գրողները պետք է լավատես լինեն եւ լուսավոր հայացքով նայեն գալիքին։ Իմ զրուցակիցը Սոնա Համբարձումյանն այդպիսին է, սակայն իր գրած վերջին բանաստեղծությունում ասում է, որ սիրում է մութը։ Ես բնական յուրաքանչյուր երևույթ սիրում եմ, այնինչ երկնքից է տրված, մարդը չի կարող չսիրել։ Ու նաև դա վերաբերվում է մութին, որը
կոնկրետ իմ բանաստեղծության մեջ լույսի ծննդի մասին է ավետում, ինչպես չսիրել մութը, երբ նրանից հետո լույսը պետք է գա։ Գիտեք, երբ որ մենք ձգտում ենք լույսին, մենք երբեք չպետք է սարսափենք մեր անցնելիք մութ ճանապարհը, չէ որ ամեն մի թունել այդպիսին է լինում։ Մենք պետք է անցնենք մութի միջով, որպեսզի հասնենք լույսին։ Ի վերջո կյանքը մաքարում է։ Դու պետք է չարչարվես, դու պետք է տանջվես, փոքրիկ քարաբեկորներ հաղթահարես, որպեսզի ի վերջո դա լեր դառնա։ Կարծում եմ բոլորիս հետաքրքիր կլինի լսել այդ բանաստեղծությունը եւ կխնդրեի կարդայիք։ Սիրում եմ մութը, նա տեսնում է ամեն ինչ։ Քեզ, որ կողքից չես, դողը, որ իմ ներսում է, քո մերկությունը, արցունքներդ, իմ չարությունը, կարոտը, ժպիտներս։ Սիրում եմ մութը, նա տեսնում է ամեն ինչ, նա թաքցնում է ամեն ինչ, աստղերի դանդաղ անհետանալը, ծաղիկների սեթևեթանքը, հողի անհանգստությունը, մոլորակի վազքը անհեռացող։ Նա տեսնում է ինչպես է արևն ամոթից շիկնում, երբ ճառագայթները ձգում է տանիքներից վար, ջուղերի արանքներից, փակ պատուհաններից այն կողմ, ճեղքում անցնում է մարդկանց մարմիններով եւ դողում սառնությունից նրանց։ Մութը լույսի բացակայությունը չէ միայն։ Եթե չլիներ մութը, չէինք հասկանա լույսի ներկայությունը։ Մութն է ծնում ամենավայրի ու ամենանուրբ ցանկությունները։ Մութն այն պահն է, երբ երկինքը հաճույքից փակում է աչքերը։ Եթե չլիներ մութը, չէինք հասկանա լույսի ներկայությունը, լուսավոր հայացքներ ու մտքեր բոլորիս։ Լուսանկարիչ Սերգեյ Պրոկուդրին-Գրոսկին 20-րդ դարաշրջանի լավագույն լուսանկարիչներից էր, ով բարձր է գնահատվել Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II-ի կողմից ու աշխատել է թագավորական ընտանիքի համար։ Նիկոլայ II-ն այնքան է տպավորվել Պրոկուդին-Գրոսկո աշխատանքներով, որ 1900-ականների սկզբին նրան առաջարկել է իր հետ ճամփորդել Ռուսաստանի կայսրության անծայրածիր տարածքներով ու գունավոր լուսանկարների միջոցով վավերացնել երկրի գեղատեսիլ վայրերն ու մարդկանց։ Հեղինակին հաջողվել է գունավոր լուսանկարներ ստանալ, միևնույն տեսարանը 3 անգամ ֆիքսելով, սկզբում կարմիր, հետո կանաչ եւ վերջում կապույտ ֆիլտրների միջոցով։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո լուսանկարիչը Ռուսաստանից փախել է Գերմանիա, իսկ հետո Ֆրանսիա։ Կոմունիստական իշխանությունները նրանից առգրավել են հազարավոր նեգատիվներ։ Պրոկուդին-Գրոսկուն հաջողվել է իր մոտ պահել մոտ 1000 նեգատիվ, որոնք հետագայում գնվել են ԱՄՆ-ի կոնգրեսի գրադարանի կողմից։ Ռուս լուսանկարիչ Պրոկուդին-Գրոսկին Արդվինում 1912 թվականի գարնանը լուսանկարեց այս երկու հայ կանանց հրաշալի բնության գրկում։ Այժմ այս գունավոր լուսանկարը համարվում է առաջինը, որտեղ հայեր են պատկերված։ Նույնիսկ անհավատալի է, որ ավելի քան 100 տարի առաջ հնարավոր է եղել նման որակի պատկեր ստանալ։ Որպեսզի երգը թռչի, պիտի երկու թև ունենա, խոսքն ու մեղեդին, ասել է Հովհաննես Շիրազը։ Կոմպոզիտոր Վլադիմիր Բալյանը, ով բծախնդիր է բանաստեղծության ընտրության հարցում, ասում է, որ բարձր իսկական պոեզիայում մեղեդին արդեն կա, պարզապես մնում է այն դուրս բերելու կարողություն։ Նա երգեր է գրել բացառապես դասականների խոսքով՝ Իսահակյան, Տերյան, Շիրազ, Կապուտիկյան, Սևակ։ Երգեր կան, որոնք թվում է միշտ են եղել։ Օրինակ դժվար է թեկուզ մտովի պատկերացնել, թե եղել է ժամանակ, երբ ասենք Սերս գաղտնի թող մնա երգը գոյություն չի ունեցել։
Դեռվեց տասնամյակ առաջ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Վլադիմիր Բալյանի հյուսած մեղեդին ժամանակի ընթացքում դարձավ մեր երաժշտական մշակույթի այցեքարտերից մեկը։ Շատերը կարծում են, որ այս երգը ժողովրդական է։ Այս հանգամանքը սակայն չի հուզում երգահանին։ Նրա համար դա բարձրագույն պատիվ է, գերագույն հաճույք։ Պատմում է, որ տարիներ առաջ, երբ նոր էր նշանակվել ֆիլհարմոնիայի տնօրեն, առավոտ կանուխ իր մոտ էր եկել համերգավարը եւ ներողություն խնդրել այն բանի համար, որ նախորդ օրվա համերգին ինքը թյուրիմացաբար նույն երգն անվանել է ժողովրդական։ Հետո երբ իմացել է ճշմարտությունը, մտածել է, թե պիտի կշտամբանք լսի, բայց պատասխանն այսպիսին էր. ավելի մեծ պատիվ, քան դա չի կարող լինել։ Շնորհակալ եմ։ 2013 թվականին Գյումրիում մեծ հանդիսությամբ նշվեց «Սերս գաղտնի թող մնա» երգի ծննդյան 60-ամյակը։ Այն միաժամանակ նշանավորեց անվանի երաժշտի ստեղծագործական գործունեության 60 տարին։ Մեղեդին, որը Վլադիմիր Բալյանի առաջին ստեղծագործություններից է, գրվել է Հովհաննես Շիրազի խոսքերի հիման վրա եւ միանգամից մեծ ժողովրդականություն բերել հեղինակին։ Այդ կապակցությամբ Շիրազը նրան ասել է. «Այդպես մի երգ մել գրե, ու մնացածը քո գործը չէ»։ Կյանքն ինքը սեր է, իսկ սերը երգ, երջանկության եւ տխրության համանվագ, երազների ու իրականության գույների համադրություն։ Ներկա բնակներ եթերում, կհանդիպենք։